Կենտրոն հեռուստաընկերությունը և Drive Media-ն ներկայացնում են։ Ողջույն, արդեն գիտեք, որ հմուտ վարորդ լինելու համար պետք է պարապել քննական հարցաշահերը, հանձնել քննությունը և ձեռք բերել վարորդական վկայական։ Այսօր էլ եկել եմ X-Drive ավտոդպրոց, որպեսզի միասին ընկեր Արթուրի հետ պարապենք և շարունակենք թեստ 3-ը։ Ողջույն ընկեր Արթուր, ինչպե՞ս եք։ Ողջույն, Սյուզան ջան, շնորհակալություն, ես լավ եմ, դու ինչպե՞ս ես։ Ես եմ լավ, շնորհակալ եմ։ Այսօր եկել եմ, արդեն պարապած տանը, պարապել եմ թեստ 3-ի շարունակություն արդեն 11-րդ հարցից։ Շատ լավ։ Դու պարապում ես այն ինչ որ մենք միասին ստեղ ուսումնասիրել ենք, ճիշտ է, առաջի թեստ, երկրորդ թեստ եւ գնալով մի փոքր ավելի ծանրաբեռնվում ենք, ավելի շատ ենք սովորում, ինֆորմացիան մի փոքր ավելի շատ է, բայց դու գիտես, որ հարցերը կրկնվող են։ Չէ՞, բավականին շատ տխնյութեր կան, որ կրկնվում են, բայց իհարկե չես շփոթի մեկը մյուսի հետ։ Շփոթելու դեպքում իհարկե ինձ կդիմես կողմեն։ Շատ դու պարապի անընդհատ, ինչքան հնարավոր է հարցերի դեպքում իհարկե ես քեզ կօգնեմ։ Ես հիշում եմ մենք 11-րդ հարցից։ Ահա, երրորդ թեստից հարցերի կեսին պատասխանել ենք, հիմա շարունակում ենք մյուս կեսին։ Հենց հաջորդից կսկսվի մեր մյուս հարցը, 11-րդ հարցը, փորձիր հələ դու կարդալ։ Որ դեպքում կանոնները չեն պարտադրում տալ նախազգուշացնող ազդանշան, երթևեկելի մասի եզրին կանգառ կատարելիս, վտանգավոր շրջադարձ նշանի ազդեցության ճանապարհի կորացումից առաջ, երթևեկության հարևան գոտի վերադասավորվելուց առաջ։ Ահա, նախ արի մի հատ փորձենք հիշել, թե ինչ ենք հասկանում նախազգուշացնող ազդանշան ասելով։ Նախազգուշացնող ազդանշանը դա Պավարոտնիկն է, լսել ես, մարգատ։ Հա։ Շրջադարձի ցուցիչ։ Շրջադարձի ցուցիչը նույն ինքը նախազգուշացնող ազդանշանն է, այսինքն նախազգուշացնում ես հարևան վարորդներին։ Ուրեմն նախազգուշացնող ազդանշանը պետք է միացնել միշտ ամեն դեպքում բոլոր տեղերում պետք է միացնել, բացի վտանգավոր շրջադարձերով նշանի ազդեցության ճանապարհի կորացումներով։ Պատկերացրու ճանապարհահատված, որտեղ վտանգավոր շրջադարձեր են։ Դիլիջան գնում ես հանգստանալու։ Այն որ ասում են էլ, ասած կնես չէ՞ արդեն, այո, Դիլիջանի պավարոտների վրա ազդանշանը միացնել, այդ մարգատը, շրջադարձուցիչը պետք չի։ Ոչ թե դա կհամարվի սխալ, այլ կանոններով չի պարտադրում դա միացնել։ Հասկացա։ Մնացած բոլոր դեպքերում պետք է միացնել։ Նշում ենք վտանգավոր շրջադարձերով նշանի ազդեցության կորացում ճանապարհի։ Այ հենց հաջորդ հարցը նշանը մեզ ինչ է զգուշացնում, որ վտանգավոր շրջադարձերով ճանապարհի հատվածին ենք մոտենալու, բայց կախված թե տվյալ նշանը մեզ կհանդիպի բնակավայրում, թե բնակավայրից դուրս։ Հիմնականում բնակավայրից դուրս չի։ Կարելի ասել այդպես, որտեղ մենք լեռնային երկիր ենք, բնակավայրից դուրս ամենից հանդիպում այդ վտանգավոր շրջադարձերը, հիմնականում այո, այսինքն մեծամասամբ այո։ Ուղղակի մի բան հիշիր, որ նախազգուշացնող նշանները եռանկյունի եզրերը կարմիր, բնակավայրերում տեղադրում են 50-ից 100 մետր առաջ, իսկ բնակավայրից դուրս ավելի շուտ, 150-ից 300 մետր առաջ։ Քանի որ բնակավայրից դուրս տրանսպորտամիջոցների արագությունը բարձր է, շուտ են տեղադրում, որ վարորդները շուտ տեսնեն, շուտ հասկանան եւ արագությունը շուտ նվազեցնեն։ Հիմա հարցը. Այս նախազգուշացնող նշանը բնակավայրերից դուրս մինչև վտանգավոր հատվածի սկիզբը ինչ հեռավորության վրա է տեղադրվում 150-ից 300։ Ապրես, վերջ։ Եթե հարցներ բնակավայրերում կնշեինք 50-ից 100։ Սա ուղղակի պետք է հիշել։ Հաջորդ. Եթե բեռի վիճակն ու դասավորությունը հնարավորություն չեն տալիս կատարել դրա փոխադրումը կանոնների պահանջներին համապատասխան, ապա վարորդը պետք է բեռը բարեհաջող հասցնի մինչև մոտակա բեռնաթափման վայրը, վերացնի խախտումները եւ կամ դադարեցնի հետագա երթևեկությունը։ Ինչ ես կարծում, որը կարելի է նշել։ Փորձիր, եթե կսխալվես, ոչինչ, կողեք։ Պատկերացրու բեռ ենք տեղադրել մեքենայի վրա, որը խախտումներով է իհարկե։ Ինչ անենք, այդպես շարունակենք այդ բեռը մինչև մոտակա բեռնաթափման վայր։ Վերացնի խախտումները։ Այո, կամ խախտումները տեղում պետք է վերացնել կամ դադարեցնել հետագա երթևեկությունը, որովհետեւ բեռը այս դեպքում այդքան էական չի, ինչքան երթևեկությունը։
Ահա, նու էական է ինչքանով, որ եթե այդ բեռը ճիշտ դասավորված չեղավ, կարող է այդ բեռը մեքենայից դուրս ընկնի, կարող է կախվի վտանգ ներկայացնի իրանից, ճանապարհի մեջ ընկնի, հարևան վարորդները գան խփեն վթար տեղ ունենա եւ այլն, այսինքն կա վտանգ։ Իսկ այդ թերությունները պետք է վերացնել կամ չշարունակել հետագա երթևեկություն։ Սա է պետք անել։ Թույլատրվում է արդյոք ավտոմոբիլի կայանումը նշված տեղում։ Ահա։ Թույլատրվում է։ Թույլատրվում է։ Որովհետև արգելող նշան չի։ Ահա։ Ավելի ճիշտ արգելող է, բայց կայանմանը չի վերաբերվում։ Չէ, արգելող չի։ Արի այսպես բացատրենք մեր հեռուստադիտողների համար, այս փողոցը միակողմանի է։ Նշանը մեզ դա է ասում, ճիշտ է միակողմանի ավարտ, բայց մենք գտնվում ենք միակողմանի փողոցում։ Իսկ միակողմանի փողոցում, եթե արգելող նշաններ չկան, ճանապարհի թե աջ մասում եւ թե ձախ մասում թույլատրում է թե կանգառ թե կայանում կատարել։ Ստացվում է այս մեքենայի վարորդը խախտում չի կատարել։ Թույլատրվում է։ Երկաթուղային գծանցներից ինչ հեռավորության վրա է արգելվում տրանսպորտային միջոցների կայանումը։ Արի այստեղ մի բան ես բացատրեմ։ Ուրեմն երկաթուղային գծանցից մինչև 50 մետրը կայանել չի թույլատրվում։ Մինչև 50։ Հիմա այստեղ մինչև 50-ը դու որ թիվն ես տեսնում, ասա, մինչև 50-ը։ 25։ Ապրես։ Դե այստեղ օրինակ է նշված 25, կարող էր այստեղ նշված լիներ 20, 30, 45, ինչ որ մի թիվ մինչև 50։ Չնշենք 50, որտեղ 50-ից սկսած թույլատրվում է կայանել։ Մինչև 50-ը ինչ թվի կհանդիպենք, այդ թվի դեպքում, այդ թվի կոպիտ ասած, հենց այդ թվում կայանելը մեքենային չի թույլատրում տրանսպորտի միջոցին արգելվում։ Նշեցինք 25։ Թույլատրվում է արդյոք մուտք գործել բակ նշված տեղից։ Ահա, ինչ ես կարծում։ Նշված տեղից, այսինքն ձախով, հա։ Այո, պատկերացրու այս կապույտ մեքենան ձախ շրջադարձ կատարի մուտք գործի բակ, իրանց բակ, թույլատրվի թե ոչ։ Կտրատված է։ Ապրես, բայց ընդհատված գծերը, իհարկե, բա ինչի համար են հենց հատուկ արել են ընդհատված գծերը, որ ինքը հոծգիծ որ ասում են։ Ապրես, հոծգիծը դա կողքի երկար սպիտակ գիծն է։ Ում կողմից որ լինի երկար հոծգիծ, իր կողմից չի թույլատրվի։ Այո, օրինակ հանդիպակաց կողմից չի թույլատրվի։ Այո, այն կողմից հատելու իրավունք չենք ունենա։ Ու հատել ասելով հասկանում ես, էլի բարձրանալ, այդ իր վրայով անցնել։ Բայց մեր կողմից, քանի որ ընդհատված է, մենք իրավունք ունենք հատելու եւ ձախ շրջադարձ կատարելու, մուտք գործելու բակ։ Հասկացա։ Այնպես որ թույլատրվում։ Ինչ վերաբերում է նշանին, իմացիր, որ սա ուղղակի հանդիպակաց մեզ երթևեկում է իր համար առանձնացված գոտիով ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցը, ավտոբուս, տրոլեյբուս։ Նշան ուղղակի դա է ասում։ Հաջորդը Երկկողմ երթևեկությամբ գծանշված ճանապարհներին 3 գոտու արկայության դեպքում բացառությամբ երթևեկության դարձափոխային կարգավորմամբ ճանապարհների, որոնցից միջինն օգտագործվում է երկու ուղղություններով երթևեկության համար, ձախ եզրային գոտի մուտք գործելը թույլատրվում է, արգելվում է, թույլատրվում է միայն վազանցի շրջացման ձախ շրջադարձի կամ հետադարձի համար։ Լավ, հնարավոր է քեզ հանդիպի մի ճանապարհ, որը ունի ընդամենը 3 գոտի, այսինքն ամբողջ ճանապարհը մտքով պատկերացրու 3 գոտի է եւ երկկողմանի։ Այդ դեպքում դու միջին գոտի իրավունք ունենաս մուտք գործելու եւ ազատելու։ Ինչ համար ես մուտք գործելու միջին գոտի մեջտեղի շարք։ Օրինակ վազանց ես կատարում, շրջանցում ես կամ ձախ շրջադարձ հետադարձ ես կատարում։ Իսկ ձախ եզրային գոտի, լրիվ ձախ կողմի շարք, մուտք գործելու իրավունք չունես, դա լրիվ հանդիպակաց ուղղություն է։ Պատկերացրիր, մեր հանրապետությունում կան նման ճանապարհներ, Ձախ գոտին նույնն արգելվում։ լրիվ հանդիպակաց է, ուրեմն ձախ եզրային գոտի մտնելու իրավունք չունես։ Միջինը, եթե հարց տար միջին գոտին կարելի է մուտք գործել, իհարկե ոչ երթևեկելու նպատակով։ Մուտք գործել օրինակ վազանց կատարելու նպատակով կթույլատրենք, բայց ձախ եզրայինը ոչ, արգելվում։ Մյուսը փորձենք, նո մի փոքր այստեղ իհարկե մեծ արի փոքրացնենք էկրանը, որպեսզի բոլորի համար էլ
նկատի Ինչ է լինի։ նշանակում լուսացույցի դեղին եւ կարմիր գույների ազդանշանների զուգակցումը։ Թույլատրվում է սկսել երթևեկությունը, արգելվում է երթևեկությունը եւ տեղեկացնում կանաչ ազդանշանի առաջիկա միանալու մասին, խաչմերուկին մոտենում է հատուկ ձայնային ազդանշան եւ արկայծող փարոսիկներ միացած տրանսպորտային միջոց։ Երկրորդ իմ կարծիքով Շատ ճիշտ է։ Դեղին եւ կարմիր գույների շատ ճիշտ է։ Իրար հետ զուգակցում ասելով ինչ ենք հասկանում, որ ինքն իրար հետ միանում են։ Այս դեպքում պատկերացրու այսպիսի մի բան, ես իրավիճակ որպես ներկայացնեմ, կարմիր լույսի ազդեցությամբ մենք խաչմերուկ մուտք գործելուց առաջ այդտեղ սպիտակ կանգ ստոպ հաստկիցնա, չէ, որի դիմաց կանգ ենք առնում, չենք մտնում խաչմերուկ։ Կարմիր լույսի ազդեցության գոտում կանգ ենք առել։ Տեսնում ենք դեղին իրար հետ զուգակցեց, իրար հետ միացան։ Էլի կանգ ենք։ Դու հասկանում ես, որ հեսա շուտով մի քանի վայրկյանից փոխվելու է թույլատրող ազդանշանին, կանաչ ազդանշանին, բայց այդ դեպքում տեղից շարժվելու իրավունք չենք ունենա։ Եթե մենք տեղից շարժվենք, կանգ ստոպ հաստկիցը հատենք եւ մուտք գործենք խաչմերուկի սահմաններ, տարածք, մեզ կտուգան են, մեզ տուգանք հասնում։ Մինչև աչքով չտեսնես կանաչ լույսը, տեղից շարժվելու իրավունք դա էլի անվտանգության համար է։ Ինչու՞։ Երբ որ փոխվում է լուսացի ազդանշանը կանաչ, հնարավոր է խաչմերուկում անգամ լինեն տրանսպորտային միջոցներ, որոնք որ մուտք են գործել եւ չեն հասցրել ազատել այդ խաչմերուկը, դու պարտավոր կլինես նրանց զիջելու ճանապարհը։ Չպետք է ասես վերջ իմ լուսացի ազդանշանը կանաչ է, առավելությունն իմն է, ես մուտք եմ գործում խաչմերուկ։ Էլի մուտք գործի, բայց նորից եմ կրկնում, կլինեն տրանսպորտային միջոցներ, որոնք որ մտել են եւ չեն ազատել, դու պարտավոր կլինես նրանց իջելու ճանապարհը։ Ինչ է նշանակում լուսացի դեղին եւ կարմիր գույների ազդանշանների իրար հետ միանալ, այսինքն զուգակցումը, երբ արգելվում է երթևեկությունը, ապրես ու տեղեկացնում կանաչի ազդանշանի առաջիկայում միանալու մասն, այսինքն նախազգուշացումը, բայց էլի արգելվումը։ Չի արգելվում ասելով չի կարելի շարունակել երթևեկությունը, պետք է կանգնես, սպասես այնքան, մինչև աչքով տեսնես կանաչը, նոր գործես խաչմերուկ։ Մյուս հարցը որ նկարում է վարորդը ճիշտ կատարում շրջադարձը։ Ձախ նկարում, աջ նկարում րոպե։ Մենք կարգավորողի ժեստերը սովորել ենք։ Այո։ Փորձիր հիշել։ Ստեղ կա երկու դիրք։ Առաջին նկարում պատկերված է հենց առաջի տարբերակը, որտեղ ձեռքերը կարա լինի կողք պարզած կամ իջեցրած։ Հիմա ստեղ ձեռքերը տես իջեցրած։ Մտքով բարձրացու վերև պատկերացրու կողքա պարզած։ Այս դիրքով ձախ եւ աջ թևերի կողմից մոտեցողներին կթույլատրվի կամ ուղիղ կամ աջ։ Հասկացա։ Հիմա ձախ եւ աջ թևերի կողմից մոտեցողները նու մոտեցողը միակը դա կապույտ մեքենան է, որը իրավունք կունենա կամ ուղիղ երթևեկել կամ աջ։ Հիմա տեսնում ենք ազդանշան ինքը ուրա փորձում։ Աջ իրավունք ունի։ Այո։ Ունի։ Ուրեմն ձախ նկարը համարում ենք ճիշտ նկար։ Թույլատրելիությունը այստեղ ճիշտ է պատկերված։ Հիմա ասենք երկրորդ նկարին։ Այ երկրորդ նկարի դեպքում դիմացից դեմքով իրեն մոտեցողին թույլատրվի աջ, իսկ ձախ թևի կողմից բոլոր ուղղություններով։ Ոչ դիմացից ունենք մոտեցող, ոչ էլ ձախ թևի կողմից ունենք մոտեցողներ։ Ստեղ մնում է մոտոցիկլը, որը որ աջ շրջադարձ է կատարում, բայց նրան աջ շրջադարձ կատարել չի թույլատրվում։ Սա համարվեց սխալ նկար։ Ինչ վերաբերվում է տրամվայներին, տրամվայները միայն շարժվում են թևերի հետագծերով, թևերի ցույց տված ուղղություններով։ Արի հենց ինձ չի վերաբերվում։ Այո, տրամվայը E2 նկարի դեպքում էլ շարժվելու իրավունք չունի։ Եթե թևերը պարզած է կողք, տրամվայը կարող է պատկերացրու մտքում այս թևից մուտք գործել, մյուս թևից դուրս գալ։ Միայն ուղիղ իրավունք ունի շարժվի, նույնը մյուս կողմից։ Ինչ վերաբերում է այս դիրքին, նորից պատկերացրու այս թևից մուտք գործեց, մյուս թևից դուրս եկավ։ Եթե ձախ թևի կողմից է մոտենում, այս թևից մուտք գործեց, մյուս թևից միայն թևերի ուղղություններով, թևերի հետագծով իրավունք ունի տրամվայը շարժվելու։ Ստեղ ճիշտ նկարը համարվում է ձախ նկարը։ Մյուսն ենք նայում։ Եվ իհարկե վերջի հարցը, մենք միասին որոշել էինք, որ այս հարցերին չպատասխանենք, վերջում առանձին որպես թեմա բուժօգնության, առաջի բուժօգնության հարցերին փորձենք պատասխանել, այստեղ ուղղակի արի նշենք, անցնենք առաջ։ Տուժածի որովայնի վրա բաց վնասվածքից օրգանների արտընկման դեպքում պետք է
Ահա, օրգանների արտընկում արդեն պատկերացնում ես ինչի մասին է խոսքը։ Արի մի հատ առաջի հարցը կարդանք, տեսնենք Լվանալ եւ զգուշորեն փորձել տեղը մտցնել արտընկած օրգանները։ Տենց կարելի է անել արտընկած օրգանները լվանալ, փորձել տեղավորել, լցնել տեղ։ Իհարկե ոչ, սա սխալ պատասխան։ Արտընկած օրգանները ծածկել մաքուր խոնավ գործվածքով եւ պոլիէթիլենի թաղանթով, կտրել արտընկած օրգանները եւ վերքվիոկոպել էս ընդհանուր։ Կարելի է կտրել, պատկերացրու ամենով։ Այդ վիճակում տեղափոխել, իսկ մա երկրորդը։ Ճիշտ է։ Արտընկած օրգանները ծածկում ենք մաքուր, իհարկե։ Խոնավը նրա համար է, որպեսզի չչորանան այդ արտընկած օրգանները։ Սա ճիշտ պատասխան։ Լավ, Սյուզան, 20 հարցին մենք պատասխանեցինք, այսինքն ավարտեցինք երրորդ թեստը։ Նորից պայմանավորվում ենք, որ հաջորդ դասին դու հիշես, ինձ հիշեցնես, մենք շարունակենք 4-րդ, 5-րդ կամ մի խոսքով ես չորրորդը։ Հա, 4-րդը, 5-րդը, որը կցանկանաս, դու ես որոշում իհարկե։ Կշարունակենք հարցերի դեպքում ես հարցերին կպատասխանեմ, բայց պայմանավորում ենք, որ անցած թեստերը տանը փորձես կրկնել, որպեսզի չմոռանաս։ Պարտադիր։ Շատ լավ։ Շնորհակալ եմ շատ դասի համար, կհանդիպենք արդեն մյուս դասին։ Հանդիպենք։ Դե ինչ, մեր հաղորդումը արդեն մոտեցավ իր ավարտին, իսկ մենք կհանդիպենք արդեն հաջորդ շաբաթ։ Հետևեք մեզ նորությունները բաց չթողնելու համար։